Ինչ անուն էր Ալիևը կպցրել Սևանա լճին։ Նախորդ տարի այս հարցում եւս իշխանականներն ու ընդդիմադիրները այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան։ Բաքվի բռնապետը Գեղամածովը Գյոյչա էր անվանել, թե պարզապես հիշատակել ռուսական մի քարտեզ, որտեղ Սևանի ուրվագծերին դաջված է եղել այդ անունը։ Ջրերը չպարզվեցին, փոխարենը համացանցում տարածվեց այս լուսանկարը։ Ադրբեջանական շշի վրա նույնիսկ Սևանն են պատկերել, շուրջ բոլորն էլ հայկական բնակավայրերի անվանումներն են, բայց իրենց հնարած ձևակերպումներով։ Ալիևը մի կողմից խաղաղություն է խաղում, մյուս կողմից Հայաստանը, որի տարածքային ամբողջականությունը Ամերիկայի նախախաղաղության թղթերով է ճանաչել, հռչակում այսպես կոչված արևմտյան Ադրբեջան։ Այս հանգամանքը, հիշեցնեմ, նաև վերջերս հրապարակված արտաքին հետախուզական ծառայության զեկույցում էր տեղ գտել, եւ Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցը գրել էր, թե սա զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ երկարաժամկետ խաղաղության համար։ Ծառայության համապարփակ վերլուծությունը ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող եւ ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի եւ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները։ Ծառայության ունեցած տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է սույն քարոզարշավը։ Դեկտեմբեր ամսին ծառայությունը 42 հրապարակում է արել, խոսքը Ազերթաջ գործակալության մասին է, որտեղ Հայաստանի տարածքը ներկայացվել է որպես ճակերտավոր արևմտյան Ադրբեջանի չհստակ զավթողական ծրագիր է եւ որևէ պատմական աշխարհագրական ու քաղաքական հիմք չունի։ Հունվար ամսի ընթացքում դեռևս մինչ այսօր արվել է մոտավորապես 30 այդպիսի հրապարակում։ Եվ հետախուզության ծառայությունը թեև խոսել է խնդրի առկայության մասին, բայց ցավալիորեն երևի իրենց եւս մի տարի է պետք, որ հասկանան, թե այդ խնդիրը ինչ լուրջ վտանգներ ու ռիսկեր է իրենց բանակում։ Սա էլ Բաքվի հեռուստաալիքն է, եթերում ինքնիշխան Հայաստանի քարտեզը, մեկ էլ մեր վարչատարածքային բաժանման ուրվագծերն ու հայկական անվանումները ջնջվում են, էկրանին հայտնվում կեղծ ադրբեջանական անուններ։ Դա իրենց արտաքին քաղաքականությունը, դա իրենց ռազմավարությունն է, որպես հայկական հեսեպը ընդհանրապես վերացնելը։ Եվ բնականաբար դա վերացնելու համար դա չի կարող հենց այնպես գալ։ Դա ինչ որ հիմնավորում, թեկուզ ձևական, բայց հիմնավորում պետք է ստեղծվի։ Այդ հիմնավորումը գրասած օրինակներով է ստեղծում։ Արևմտյան ադրբեջանական թեյմիրաբանությունը դուրս չի գալիս, Զանգեզուրի միջազգային թեյմիրաբանությունը դուրս չի գալիս։ Դրանք նյութատեխնիկական բազան են պատրաստում հետագա անեքսիայի։ Տեղի ունեցողը ոչ միայն մեր, այլև միջազգային հանրության բաց աչքի առաջ է։ Ալիևը չի վախենում կորցնել խաղաղության աղավն ու իմիջը, որ աշխարհի աչքին կերտել է։ Քաղաքագետի խոսքով, անգամ հայ-ադրբեջանական խաղաղության համար, այսպես ասենք, պայքարող երկրները ունեն իրենց խնդիրները, որոնցով էլ զբաղված են։ Ինչ ասենք Գերմանիա կանցլերը պետք է առողջություն վերքենա մտածել այսօր Ադրբեջանի ղեկավարի Իլհամ Ալիևի ինչի միջ ունի կամ Ֆրանսիայի ուրիշ մտածելու խնդիրներ ունեն, քան թե Ալիևի իմիջի մտածել է։ Ոչ մեկին դա չի հետաքրքրում։ Ու այս ամենից զատ փորձագետ վերլուծաբանները տպավորություն ունեն նաև, թե հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններն այժմ կամ կուլիսներում են ընթանում, կամ էլ ընդհանրապես երկխոսության դադար է։ Ալիևի ողջ վարչակազմը հիմնված է հայատյացության, պատերազմի, հայերի նկատմամբ ատելության, զավթողական ծրագրերի հիման վրա։ Ալիևի վարչակարգը չի փոխվել։ Որևէ պայմանագիր էլ չի ստորագրվելու, որովհետև ինքը չունի իրական որևէ ցանկություն գնալ խաղաղության։ Երբ խաղաղության օրակարգը կառուցվում է զավթողական բառապաշարի ու պատմության վերաշարադրման վրա, այն դառնում է ոչ թե լուծում, այլ նոր ճգնաժամի հիմք։ Մասնագետներն են գնահատում, կեղծ է Ալիևի խաղաղությունը իր քարտեզների պես կեղծ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։